Երևանի հացահատկային նոր քաղաքականության շուրջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, թե Հայաստանը քաղաքական պատճառներով ուզում է հրաժարվել ռուսական ցորենից հօգուտ ուկրաինականի։ Էտել 1980 բացարձակ անհեթեթություն։ Բացարձակ անհեթեթություն։ Արցախի ճակատագիրը ժողովրդի հետ որոշելու խոստումը դրժած Փաշինյանը խոստանում է ճշտել հայաստանցիների դիրքորոշումը Հայաստանի տարածքների փոխանակման վերաբերյալ։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է։ Քննչական կոմիտեն մի քանի հոգևորականի է հարցաքննել, թե ինչ գործով պաշտոնական մեկնաբանություն չկա, փաստաբաններն են փակագծեր բացում։ Հոգևորականների նկատմամբ կարգալուծ լինելու որոշումներ են կայացվել, իբրև դա խտրական վերաբերմունք է։ Պատմական իրադարձության է պատրաստվում Մայրաթոռը, 4 դար անց մեր եկեղեցում անհատական սրբադասում է լինելու։ Կոմիտաս վարդապետի պատարագը անփոխարինելի կանոններ մեզ համար։ Բարերեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրի ամփոփիչ թողարկումն է։ Եվ այսպես հայ-ռուսական սկանդալ է հասունացել Երևանի հացահատկային նոր քաղաքականության շուրջ։ Անհեթեթություն է որակել Հայաստանի վարչապետը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տեղեկությունը, թե Երևանը ուզում է հրաժարվել ռուսական ցորենի մի մասից, այն փոխարինելով ուկրաինականով։ Պեսկովը սուր է արձագանքել, հետախուզության ծառայությունը անհիմն բաներ չի հայտնում։ Փաշինյանը շարունակել է բանավեճն արդեն խորհրդանի ամբիոնից։ Կարինե Մանգասարյանն է հետևել կառավարության հետ հարցուպատասխանին։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը Նիկոլ Փաշինյանն ըստ էության մեղադրում է անհեթեթություններ դուրս տալու համար։ 1980 բացարձակ անհեթեթություն։ Վարչապետն անհեթեթություն է անվանում ռուսական արտաքին հետախուզության այն պնդումը, որ Հայաստանը ցանկանում է ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։ Հայերը քաղաքական նպատակներից ելնելով ցանկանում են պոկվել Մոսկվայից եւ իրենց անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերել Ուկրաինայից, սակայն խնդիրն այն է, որ ուկրաինական ցորենը մոտ 50% թանկ է։ Ըստ նույն աղբյուրի Երևանը մտադիր է գների տարբերությունը փոխհատուցել Եվրամիության միջոցներով։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառվածա, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը։ Ինչ? Չմտնենք, շնորհակալություն։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվությունը երբեք անհիմն չի լինում։ Փաշինյանին կտրուկ է հակադարձել Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն լինում։ Սա առաջին հերթին։ Մենք շարունակում ենք զարգացնել եւ մեր երկկողմ գործակցությունը եւ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացները։ Մենք կշարունակենք դա անել։ Դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Մենք երկկողմ գործակցության օրակարգում ունենք բազմաթիվ հարցեր։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Мы надеемся, что это сотрудничество будет продолжено. Ռուսաստանից ցորեն գնելու մտքից Հայաստանը երբեք չի հրաժարվի։ Պեսկովի այս հայտարարությունից հետո վստահեցրել է Փաշինյանն ու պնդել, որ Հայաստանը շարունակելու է ցորենի այլ շուկաներ փնտրել։ Էլովա ցորեն վաճառում, կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղ։ Չի լինելու այդպիսի բան։ Չի լինելու այդպիսի բան, որովհետև Փաշինյանի բարերով ամուսնություն չէ, ցորեն առնելը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնությունն է, հա, որ էլի մենք այս այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա տերես հնազանդ է, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է պրոբլեմ, ես տենց չեմ կարող հասկանալ։ Պրոբլեմ չի տեսնում Փաշինյանը հատկապես ադրբեջանական ճանապարհներով Հայաստան-Ղազախական ցորենի մուտքից հետո։ Տնտեսվարողները տեսել են այլընտրանքային ճանապարհ, որոշել են գործի անցնել ու ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ կարգի ցորեն է մտել Հայաստան, ասում է Փաշինյանը։ Այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան
Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք, գինը հետաքրքիր կլինի, հա գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրեմը։ Իդեպ, երբ Ադրբեջանի տարածքով առաջինը Հայաստան հասավ ռուսական ցորենը, մեր երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ակտիվ հանդիպումներ սկսեցին քաղաքական վերնախավի հետ։ Երեքշաբթի նրանք հանդիպել են Փաշինյանի հետ։ Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի վերականգնումը խիստ անհանգստացնում է եվրոպացիներին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Փաշինյանն այսօր վստահեցրել է, թե հաջորդ տարվա երկրորդ կեսին սկսելու են Թրամփի ուղու շինարարությունը։ Միաժամանակ չի բացառել, որ ժամկետների խախտում լինի, քանի որ Թրամփի վարչակազմը շատ է ծանրաբեռնված, հատկապես Մերձավոր Արևելքում։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Բայց ես էլի ուզում եմ, որովհետև հեսա ժամկետը գալու էլի, համաձայնեցրիք, թե չէ, եթե հանկարծ մի շաբաթ, երկու շաբաթ ուշանա, էլի նոր աղմուկ առնելու։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի այցի եւ Շահի Մուստաֆայևի Հայաստան այցի մասին։ Ինչ դիրք կունենան ենթակառուցվածքները, նաեւ այդ հարցն են քննարկել Գրիգորյանն ու Մուստաֆայևը։ Հայաստանի փոխվարչապետի խոսքով թրիպն իրականացնելու համար սահմանազատում պետք է արվի, հնարավոր է նաեւ արտահերթ սահմանազատումների կարիք լինի։ Սեպտեմբերի 5-ին էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջան գնացել, իսկ նրա ադրբեջանցի պաշտոնակից Շահի Մուստաֆայևը եկել մեր երկիր։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից մեկն այսօր դեժավյու է առաջացրել։ 4 տարի առաջ Հայաստանի վարչապետն ասում էր, թե Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է։ Այսօր ըստ էության նույն հայտարարությունն է արել տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ, անդրադառնալով օրեր առաջ իր առած գրառմանը Արցախաշենն ու Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր հարցի լուծող-չլուծողը, Արցախի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է։ Բայց 2022-ին Պրահայում առանց հայ ժողովրդի հետ քննարկման ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հիմա էլ վստահեցնում է, թե Հայաստանի տարածքի փոխանակում չի անի առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը հաշվի առնելու։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է։ Եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ համաձայն են ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցվաշենը փոխանակել Հայաստանի այն ինքնիշխան տարածքի հետ, որը Ադրբեջանը անկլավ է անվանում, ապա այդպես էլ կլինի։ Բայց պարտադիր չէ, որ հանրաքվեի միջոցով դա տեղի ունենա, ասում է Փաշինյանը։ Իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ։ Ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Եթե հանրաքվեի միջոցով չէ, ապա ինչ ճանապարհով է Հայաստանի ժողովուրդը որոշելու, համաձայն է Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքները չպահանջել, փոխարենը չվերադարձնել խորհրդային Հայաստանում ադրբեջանական հռչակված գյուղերը։ Փաշինյանը այս անգամ հակասում է 2022 թվականի Փաշինյանին։ Մենք չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հիմա ասում է, առնվազն Իջևանում ադրբեջանական գյուղերով ինքն անցել է։ Այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ։ Ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այս պնդումն անում է այն դեպքում, երբ Ադրբեջանը իրավական որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրում որ հատվածներն է ադրբեջանական համարում։ Ես ասել եմ նաև, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք։ Հիմնավորումներ չունի, բայց պնդում է, թե Իջևանում կան նման գյուղեր։ Որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Այսինքն անկլավները նկատի չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա
մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է սահմանազատմամբ։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Բայց Երևանն ու Բաքուն տարածքների փոխանակման հարց չեն քննարկում։ Ոչ, չկա սցենարների մասին։ Փաշինյանը չի ասում, պատրաստ է ինքը ներկայացնել տարածքների փոխանակման սցենարը, երբ Ադրբեջանը գրեթե որպես նախապայման 4 անկլավ վերադարձնելու մասին է խոսում։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա։ 5 օր առաջ էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել, թե անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում։ Հաջիզադեի հայտարարությունից 1 օր անց էր Հայաստանի վարչապետը Արցվաշենի եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքների վերադարձի մասին գրառում արել։ Իշխանության ընդդիմախոսները Փաշինյանի այդ հայտարարությունը համարում են քարոզչական հնարք, ըստ ընդդիմության Հայաստանի վարչապետը հող է նախապատրաստում Ալիևի պահանջած անկլավները տալու համար։ Պատահական չէ, որ տարածքների փոխանակման սցենարում հանրաքվեն գրեթե բացառում է Փաշինյանը։ Նա սպասում է անկլավ-էքսկլավների վերաբերյալ Բաքվի արձանագրումներին։ Երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք, կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Այսօր խորհրդանում Նիկոլ Փաշինյանին բարկացրել է Անդրանիկ Քոչարյանի բացակայությունը։ Այն պահին, երբ հայտարարվել է, որ պետք է ելույթ ունենա ԿՊԱ-ական Քոչարյանը, նա դահլիճում չի եղել։ 20 րոպե ընդմիջում է հայտարարվել։ Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը վերադարձել է, փորձել վարչապետին բացատրել իր ուշացման պատճառը։ Այդ պահին Փաշինյանը բորբոքված լքելիս է եղել դահլիճը։ Ընդմիջումից հետո իր թիմակցի ելույթը բոյկոտել է Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ վերադարձել։ Իմ պատճառով է եղել անախորժ իրավիճակը, ընդունում եմ մեղքս, բայց քարտուղարությունը պիտի ուշադիր լինի, ասել է Քոչարյանը։ Ըստ վերլուծաբանների Նիկոլ Փաշինյան Անդրանիկ Քոչարյան հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ լարվել են, քանի որ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը որոշվել է չքննարկել ազգային ժողովի լիագումար նիստում։ Անախորժ իրավիճակ էր առաջացել եւ մեր ընդդիմադիր մամուլը անմիջապես վերնագրերը դրեց, ում պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը։ Ասեմ, որ ենթադրում եմ, որ իմ պատճառով եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե կառավարությանը, թե մեր գործընկերներին, բայց միաժամանակ ուզում եմ նշեմ, որ մեր քարտուղարությունը արժի, որ ավելի ուշադիր լինի, երբ որ ելույթ ունեցողից հետո անմիջապես ես պետք է ունենամ, գոնե դուրս գալուց ինձ պետք է զգուշացնեիք։ Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք։ Հարգելի քարտուղարություն, Թաթուլ Սողոմոնյան։ Խորհրդանի գաղտնի բաժին ուղարկված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցից որոշ փակագծեր է բացել Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ, ասել է պատգամավորը, ընդգծել, որ 2018 թվականին բարձրագույն զինվորական պաշտոնի նշանակում է արել Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով։ 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նորից դժգոհել է, որ իր զեկույցը չի քննարկվել նիստերի դահլիճում, բայց իրավապահ կառույցներին հնարավորություն են տալու խորհրդարանում ծանոթանալ զեկույցին։ Բոլոր նրանք, ովքեր անվտանգային հարցով վնաս են տվել, պետք է պատժվեն օր առաջ, ասել է Քոչարյանը, հիշեցրել, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել։ Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն հիմա այնիչում որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր պաշտպանության նախարարի պաշտոնի։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել հակառակ ձեր զգուշացումների Նիկոլ Փաշինյանի, բայց որևէ արդյունք չունի։ Այդ
ամեն ինչը գրած է ու դրած է ազգային ժողովում, լուծումը որն է։ Զեկույցի գոյությունը դուք հիմա նշում եք բաներ, որոնց ես պատասխան չեմ տալու, որտեղ անձամբ ես եմ գաղտնիության բանը դրել, հույժ գաղտնի, ես չեմ դրել խիստ գաղտնի, որտեղ այնտեղ ով որ կարդացել է, եւ ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ բոլորը կարդային, որտեղ այդ աշխատանքը հիմա գտնում առաջի բաժնում, բայց պարոն Մանուկյան, որպեսզի ձեր նշած կառույցներին դուք նամակը գրեք եւ ստանաք պատասխան, մենք հիմա կազմակերպել ենք ազգային ժողովի աշխատակազմի հետ, պարոն Առաքելյանի հետ, պայմանավորել ենք, որ այն ամբողջ 16000 էջից բաղկացած նյութերը պետքա տեղափոխվի առաջի բաժին, որից հետո պետքա որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որտեղ իրենք այդ ուսումնասիրելու եւ որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան առաջի հերթին գլխավոր դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն, բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետքա պատժվի օր առաջ։ Շարունակենք Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երկրորդ նախագահի դեմ նոր հարձակումներին։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից երկրորդ նախագահի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել փոթասները թիշի խոսույթի մակարդակում։ Հայաստանի նախկին նախագահներին Փաշինյանը հիշեցրել է, երբ նրա պատգամավորներից մեկը առաջարկել է նրանց բերման ենթարկել հանրային հեռուստաընկերություն Բանավեճի։ Թող գան դեմս կանգնեն, տենամ ինչ կմնա, ասել է Փաշինյանը։ Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն Փաշինյանի ասածներին արձագանքել է կետերով։ Կետերով ասեմ, ասում են ինչ-որ ասուլիսներ են տալիս չեն հրավիրում այլ լրատվամիջոցների, նախագահ Քոչյանի այս տարվա առնվազն վերջի երկու ասուլիսին իրան սպասարկող, Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է առնվազն, չասեմ, որ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն այդ կեղծիք համար մեկ, թեկուզ իր դեպքում կեղծիք բառը արդեն սովորական է, երկրորդին ինչ-որ բոթասներից էր խոսում, ինչ-որ չգիտեմ ով որտեղից բոթասներով է եկել, ինքը Իջևանից Բենտլիով է եկել, ես ոնց որ չեմ հիշում, ու համացանցում իմիջիայլոք շատ արագ սկսեց տարածվել, էլի թե ում բոթասները ու երբ ինչ վիճակում էին, մի հատ շատ հայտնի տարածված նկար կա, ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշացնել ու նախագահ Քոչյանը Հայաստան տեղափոխվել է որպես վարչապետ, երբ որ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը։ Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ։ Ինձ թվում էր իմ նախորդ մի քանի պատասխաններից հետո այդ բանավիճելու մոլուցքը իր մոտ կամ պիտի անցած ելներ, կամ պիտի զբաղված ելնեին, որ անցնի։ Մեկ ուրախանում եմ, որ չէ, որ հոգեբանի կարիք կա, հետո զգում եմ, որ չէ, արդեն ոնց որ հոգեբան չի պետք, հոգեբուժա պետք։ Ընդհանրապես լավ բաներ է հնարե մարդկությունը, դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը։ Ընդունված պրակտիկա է, ինձ թվում է կարելի է այս դեպքում կիրառել, էլի, որ էլ սենց բաների ականատես չլինենք։ Իսկ ընդհանուր նյարդայնացությունը երևի որ Բաքվի պարադին չէին հրավիրել, իրոք այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարար այդ իրանց այդ զինատեսակների եւ այլն դրա տեղը կանչեր, դա քայլ էր իրանց ամենաուժեղ զինատեսակն է, պարադն անեն, ծապտային ծրվեին տներով։ Ինչ վերաբերում է նրան, որ նախագահ Քոչյանը իբր ասելա, որ իրան հաճելի չի շփվել մարդկանց հետ, ախր դրա վիդեոներն եկա, էլի, դա տեղի ունեցել ուղիղ եթերում, ասուլիսի ժամանակ։ Մարդկանց հետ շփվելը միշտ էլ հաճելի է։ Նախագահն ասել է, որ դա դժվար է, իհարկե, դժվար է նախընտրական այդ թողուբոհի մեջով անցնելը, բայց հատուկ շեշտել է, որ ինձ հաճելի է մեր մարդկանց հետ շփվել։ Այդ մարդը կամ արդեն որոշել է ուղիղ եթերով ու տեսագրված բաներն էլ խեղաթյուրի, կամ ինքը մնացել է իր հիմնարկի արտադրած ֆեյք լուրերի միակ սպառողը կամ մի տասնյակ սպառողից մեկը։ Շատ տհաճ տեսարան է, որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից իրան տենց հապանում։ Իրան հաստատ արայով ես չեմ պատասխանի, չեմ արձագանքի, որովհետև արայով ինչ-որ մեկի դիմելու համար առնվազն մի պայման պետք է բավարարի դիմացինը, իսկ ըստ իս ինքը դրան չի բավարարում։ Իսկ ընդհանուր առմամբ մարդասիրաբար խորհուրդ են տալի, եթե իրոք դες նյարդայնանում ապորտկումները չի կարում պահի, կարող օրինակ այն պուլտով շունը հանի առավոտները ման տա այգիներից մեկում։
ասում են ներվերը հանգստացնում։ Շարունակենք քննչական կոմիտե Մայրաթորի եւ Արագածոտնի թեմի 3 հոգեվորականի է հարցաքննել այսօր Հայր Շնորհքին, Տեր Մկրտիչին եւ Հայր Ռուբենին։ Հայլուրի հետ զրույցում քննչական կոմիտեն չի հայտնել ինչ գործով են հարցաքնվել հոգեվորականները։ Որոշ մանրամասներ փաստաբաններն են հայտնել լրագրողների հետ զրույցում։ Նաթան Սրբազանի հեռախոսազրույցի գաղտնալսման հիմքով հարուցված քրեական վարույթով են հարցաքնվում հոգեվորականները, որի մեջ նաեւ խտրականության դրվագ կա։ Ըստ էության խտրականությամբ հոգեվորականներին կարգալույծ է նկատի ունի քննչական մարմինը։ Հարցաքննվողներին աջակցելու համար հոգեվորականներ են գնացել քննչական կոմիտեի մոտ, եւս 5 հոգեվորականի վաղը կհարցաքննեն։ Ոտնամանները հարգալից շեմքի կտորին մաքրելով մտնում, ժպտալով բայց դառնացած դուրս է գալիս քննչական կոմիտեից Հայր Ռուբենը։ Ժողովրդավարության թիկնոցով հիմա մենք ապրում ենք չեքիստական բոլշևիկյան երկրում։ Նա մեկն է այն 3 հոգեվորականներից, որոնք այսօր քննչական են ներկայացել իբրև վկա պատասխանելու հոկտեմբերի կեսին պայթած գաղտնալսման սկանդալին վերաբերող հարցերի։ Խնդիրը քննիչը չէ։ Խնդիրն այն է, որ մեր երկրում սահմանադրականությունը խախտված է։ Ուզուրպացիա է տեղի ունենում։ Այդ գործընթացն եմ ես նկատում։ Կենտրոնացում սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Ինչ պետք է հարցը։ Հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումը վերագրվում է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին։ Հավաքների մասին են խոսում։ Ըստ հրապարակումների խոսակցությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ։ Զրույցում ավելի ուշ կարգալույծ արված Աբեղան մեղադրում է կաթողիկոսին իրեն հակաիշխանական ցույցերին մասնակցել հարկադրելու համար։ Սրան առնչվող քրեական բարույթը նոր չէ։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքիդ անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Բայց այսօրվա հարցաքննությունները նույն ձայնագրության հիմքով հարուցված մեկ ուրիշ գործի են վերաբերում։ Հոգեվորականների նկատմամբ կարգալույծ լինելու որոշումներ են կայացվել։ Իբրև դա խտրական վերաբերմունք է, ենթադրում որ դա է։ Փաստաբանների պարզաբանմամբ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի կարգալուծության որոշումն են հավանաբար խտրական մոտեցում համարել քննիչները։ Եկեղեցու կարգով ձեռնադրվել են, եկեղեցու կարգով կարգալույծ են արվել։ Ու հիմա պետությունը միջամտի եկեղեցու գործերին դա աթույլատրել է։ Թեև հրապարակված ձայնագրությունից տպավորություն է, որ նախկին Աբեղան ինքն է դիմել կարգալույծ լինելու խնդրանքով, խտրական համարելով կաթողիկոսի նշանակումը իր խոսքով Վանաձորի մի մատուռում։ Սուրբ Սարգիս մատուռն եմ նշանակվել, այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Ինչ էլ լինի, փաստաբանները ապօրինի են համարում եկեղեցու գործերին կոպտորեն միջամտելու քննչականի գործողությունները։ Եթե խտրական վերաբերմունք են համարում օրինակ այդ հոգեվորականների ներ եկեղեցական այդ հարցերը, դուք պատկերացնում եք, ստացվում է եկեղեցին այս խտրականության վայր է, որովհետև օրինակ կնոջը չի թույլատրվում դառնալ քահանա կամ եպիսկոպոս։ Սուրբ հաղորդություն չի թույլատրվում ընդունել չմկրտված անձին։ Այսինքն նույն այդ տրամաբանությամբ իրենք կարող են ասել այ խտրական վերաբերմունք է, որովհետև քրեական օրենսգրքի հիշալ հոդվածը ասում է, որ իրավունքի անձանց իրավունքների եւ ազատությունների ինչ որ խախտումը, որը դրսևորվել է որոշակի կարգավիճակի ձեռնել, օրինակ նաեւ սեռի, օրինակ սեռով պայմանավորված։ Մենք կարծում ենք, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին եւ բացահայտ անօրինական գործընթաց է։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում ինչ գործով են հարցաքննվում հոգեվորականները։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչու մինչև հիմա քննության առարկա չի դարձել փաստը, որ ապօրինի գաղտնալսվել են հոգեվորականները։ Ինչ-որ մի ձայնագրություն կոչված, ինչ-որ մի բան առանց այլևայլության այդ եզրույթը օգտագործեմ, սպրդում է լրատվական դաշտ, հետո տարածում է գտնում ու դրանից հետո վարույթ է նախաձեռնվում։ Փոխարեն քննչական մարմինը քննի մեր այն հաղորդումը, թե այդ գաղտնի ձայնագրությունը ինչպես է հայտնվել եւ ում իրավունքներն է խախտում, հա, դրա փոխարեն անհարկի անհանգստացնում են մեր հոգեվորականներին։ Հայտնի չէ, ինչպես են այդ ձայնագրությունները հայտնվել համացանցում, եթե գաղտնալսումներ կարող են անել միայն հատուկ ծառայությունները։ Նույնիսկ ամոթել է դրան, որպես իրավաբան ես ապացույց կոչեմ։
Եթե ուզում եք գնալ մեղքերի խոստովանության, քահանաները խորհուրդ չեն տալիս, հնարավոր է ձեզ գաղտնալսեն, սա իհարկե նոր հայաստանյան անեկդոտ է միայն, առայժմ։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Մայրաթոռի վրա գրոհելու մտքից Հայաստանի վարչապետը չի հրաժարվել։ Նա համաձայն չէ այն պնդմանը, որ հակաեկեղեցական արշավը ժողովրդական լայնաջակցություն չի ստանում, քանի որ դրան հիմնականում մասնակցում են իր թիմակիցները։ Այս մասին նա այսօր խոսել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ Փաշինյանին լրագրողները նաև հարցրել են, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ինքը մաքրվի կարգալույծ քահանաների միջոցառումներին մասնակցելով։ Դուք նշեցիք, որ մայրաթոռ կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասեցիք միջև ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք, Չասեցի ամբողջությամբ, ասի բավարար չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք, կտեսնենք։ Մայրաթոռը պատմական իրադարձության է պատրաստվում, սկսվել է Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթացը, վերջին 4 դարերի ընթացքում առաջին անհատական սրբադասումն է անելու մեր եկեղեցին, արդեն հանձնախումբ է ձևավորվել, պատմում է Ալբերտ Սերոփյանը։ Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթացն է սկսում Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Նախորդ շաբաթ եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը քառօրյա նիստից հետո է հայտարարել որոշման մասին։ Կոմիտասի սրբադասման հարցի քննության նպատակով հանձնախումբ կձևավորվի։ Սա էլ process է, այսինքն այնպես չի, որ այդ հանձնախումբը մեկ անգամ պիտի նիստ գումարի եւ որոշում կայացնի։ Պետք է ամբողջ Կոմիտաս վարդապետի կյանքը ուսումնասիրվի, իր նամակները, իր վարքը, իր կյանքի ամբողջ ընթացքը եւ բնականաբար այդ ընթացքում պիտի առաջանան հարցեր, այդ հարցերի պատասխանները պիտի տրվեն եւ ըստ այդմ արդեն հանձնախումբը որոշում կկայացնի։ Սա երկարատև գործընթաց է, ասում է Տեր Եսային, հանձնախմբի կազմն է դեռ որոշվում։ Հայ առաքելական եկեղեցու բոլոր նվիրապետական կառույցներից մասնակիցներ հանձնախմբում եւ անդամներ պետք է լինեն անպայման, ոչ այլ եկեղեցիների։ Հանձնախմբի անդամները լուրջ աշխատանք ունեն անելու, չնայած Հայաստանում Կոմիտասի սրբադասմանը դեմ մարդ գտնելը դժվար է, համաձայն են թե հոգևորականները, թե մտավորականները։ Մեր ժողովրդի մեջ եւ ընդհանուր բոլորիս գիտակցության մեջ այս մարդը արժանի է սրբադասման եւ մենք կարծենք թե ինչ որ առումով նաեւ ամեն մեկս իբրև անհատներ մեր մտքում, մեր հոգում Կոմիտաս վարդապետին հենց այդպես էլ ընկալում ենք։ Հայ ժողովրդի համար այդ էակը մարդը նույնիսկ ինձ համար նա, չգիտեմ, մարդ էլ չի, նա իսկապես սուրբ է եւ հայ ժողովրդի համար նա վաղուց արդեն սրբադասված է։ Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանին շատերն են Կոմիտասի լավագույն կատարող անվանում, գուցե որովհետեւ վարդապետի միստիկ ներկայությունը միշտ զգում է երգչուհին։ Կոմիտասն ինձ հետ է, դա ինչ որ, գիտեք, անկախ ինձնից է, դա անկախ ինձնից է, հետո Կոմիտասը երևի թե ընտրում է իր առաքյալներին այս կյանքում, կարծես թե այդպիսի մի բան կարող եմ չհամարեք մեծամտություն, ուրախությամբ եմ ասում դա։ Ուրախությունն ու հուզմունքը չի կարողանում թաքցնել Մայիլյանը, սիրելի Սուրբ Հոր սրբադասման մտահղացումը երկչուհու համար նաև անձնական նշանակություն ունի։ Գոնե գիտակիցներս, գոնե գնահատողներս, ես կարծում եմ ամբողջ հայազգն է այդպիսին, ովքեր որ չեն, նրանք է կքաշվեն մեր կողմը, հաստատ վստահ եմ, եւ մենք այսուհետ կկարողանանք դիմել Սուրբ Հայր Կոմիտասի բարեխոսությանը, իսկ սա քիչ չէ, սա շատ կարծում եմ կարևոր է։ Հավատացյալներն աղոթքի պահին սրբերին են դիմում առ Աստված բարեխոսելու խնդրանքով։ Կոմիտասի սրբադասման դեպքում աղոթքները վարդապետի քաղցր ձայնով կհասնեն երկինք։ Պատարակը, Կոմիտաս վարդապետի պատարակը անփոխարինելի գանձ է մեզ համար։ Գանձերից իր սիրելին Մայիլյանն էլ է առանձնացնում։ Ինձ համար իր ուրույն, այսպես տաքուկ եւ անգնահատելի, այսպես թանկ տեղը ունի Սիրտիմ Սասանի գանձը, ինքը հենց այդպես կոչվում է գանձ, այդ հոգևոր երգի մշակումը կարծում եմ ի վերուստ տրված անմոռանալի
անկրկնելի մի բան է, հենց ժանրը կոչվում է գանձ, բայց Կոմիտասի մշակմամբ նա այդ գանձը եռապատկվել է, կարող եմ ասել։ Հայկական գանձերը մշակելու առաքելությունն էլ Կոմիտասին ի վերուստ էր տրված, համոզված է երգչուհին։ Կոմիտաս վարդապետը հատուկ առաքելությամբ եկավ այս աշխարհ, ծնվեց հատուկ առաքելությամբ փրկելու հայ երգը եւ հայ երգը բարձրացնելու մի այն աստիճանի, որը համազոր կլինի համընդհանուր համաշխարհային գանձարանին։ Կոմիտասի սրբադասման հարցը միշտ եղել է եկեղեցականների օրակարգում, այդ մասին քննարկումները ժամանակ առ ժամանակ բարձրացվել են մայրաթոռում։ Այդ հարցով ձևավորվող հանձնախումբը քննությունից հետո եզրակացություն պետք է տա, եթե այն դրական լինի, Կոմիտաս վարդապետը վերջին 4 դարում առաջին գործիչը կլինի, ում անհատապես կսրբադասի մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Ալբերտ Սերոփյան, Հենիկ Ամազասպյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Թուրքական ինքնաթիռի կործանումը Ռուսաստանի նոր մեղադրանքներ ուղղելու առիթ է տվել Ադրբեջանին։ Ադրբեջանցիներն ակնարկում են, թե Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից է խոցվել 20 զինծառայող տեղափոխող թուրքական օդանավը։ Պոկրովսկը շարունակում է մնալ ռուս-ուկրաինական թեժ մարտերի ուղղություններից մեկը, Զապորոժիայի ուղղությամբ իրենց անհաջողությունները չի հերքել անգամ ուկրաինական կողմը։ Ինքներս հանձնվեցինք, քանի որ մեր հրամանատարությունը լքեց մեզ։ 2 տարի է չի որոշվում Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից զոհվածների հարազատների սոցիալական կարգավիճակը, որևէ արտոնություն չստացող արցախցիները չեն պատկերացնում ինչպես ապրել Հայաստանում։ Պետք է արտագաղթի ճամփա բռնենք։ Եվ Հայաստանում այսպես կոչված հոնկոնգյան գրիպով վարակված մարդ կա, այն բուժվում է ինչպես մյուս վիրուսային հիվանդությունները, բարդություններ առաջացնելու նույն հավանականությամբ։ Վիրուսի առաջացած բարդություններից մարդու մոտ կարող են առաջանալ թոքային բարդություններ, գանգուղային բարդություններ։ Եվ այսպես Ռուսաստանին ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար մեղադրած Բաքուն հիմա էլ թուրքական ինքնաթիռի կործանման մեղքն է ուզում բարթել Ռուսաստանի վրա։ Ադրբեջանցի մի փորձագետ է ակնարկել, թե 102-րդ ռազմաբազան ինքնաթիռի կործանման վայրի մոտակայքում է։ Անկարան խոստանում է հրապարակել սևարկղերի զննության արդյունքները։ Թուրքիան հաստատել է, որ բոլոր 20 ուղևոր զինծառայողները զոհվել են, նրանցից 18-ի մարմինն են գտել։ Կործանված թուրքական ռազմածովային օդանավի անձնակազմի ծնողներին տեղեկացնում են իրենց որդիների ողբերգական մահվան մասին։ Վրաց-ադրբեջանական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռու Սիղնախիի լեռնային շրջանում Թուրքիայի պաշտպանության նախարարության կործանված C-130 օդանավում 20 զինծառայող է եղել, բոլորը զոհվել են։ Վերջինակիցները նահատակվեցին 2025 թվականի նոյեմբերի 11-ին, երբ մեր C-130 ռազմական օդանավը, որը թռել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու համար, վթարի ենթարկվեց Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ու իշխանամերձ Telegram ալիքները պնդում են, թե Թուրքիայի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որը օդ էր բարձրացել Գանձակի օդակայանից, ոչ մի խնդիր չի ունեցել։ Օդանավակայանում մոտ 2 ժամ սպասարկվել է, անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են, սակայն օդանավը ռադարներից անհետացել է, անգամ կործանման ազդանշան չուղարկելով։ Եռակողմ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հետաքննությունը առաջ է քաշում օդանավի կործանման 2 հիմնական վարկած։ Նախ ինքնաթիռն ավելի քան 50 տարեկան էր, վերջին խոշոր ստուգումը կատարվել էր 2020 թվականին։ Հնարավոր է կոռոզիան է կործանման պատճառը։ Երկրորդ վարկածով օդանավի բեռը պատշաճ չի ամրացվել, դա կարող էր անհավասարակշռություն առաջացնել։ Ամերիկյան արտադրության C-130 օդանավի պայթյունի կամ ահաբեկչության վարկածները սկզբում հերքել էին և Ադրբեջանը, և Թուրքիան։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել թռիչքային անվտանգության կանոնների խախտման փաստով, որը անփութությամբ հանգեցրել է մարդկանց մահվան։ Սակայն արդեն այսօր Ադրբեջանում ակնարկում են Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցցանցերում հարցրել է թռչունների եւս մեկ երամ, հավանաբար նկատի ունենալով Ակտաուի մոտ Ազալ ինքնաթիռի վթարը, որի ժամանակ ռուսական կողմը սկզբում միջադեպը կապել էր թռչունների հարվածի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ էր, կամ անօդաչու թռչող սարք, 102-րդ բազան մոտակայքում է։ Օդանավի սև արկղը գտնվել է դեպքի վայրում։ Թուրքիայի իշխանությունները խոստացել են հրապարակել դրա զննության արդյունքները։ Ըստ չվացուցակի C-130-ը Ադրբեջանում վայրեջք է կատարել վթարի օրը։ Ինքնաթիռը տեղափոխում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմին, որը պատասխանատու էր նոյեմբերի 8-ին Բաքվի շքերթին մասնակցած F-16 կործանիչների սպասարկման եւ ուղեկցման համար։ Օդանավում նաեւ ինքնաթիռների մեխանիկական պահեստամասեր են եղել։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հաշվեկշռում F-16 կործանիչներ չկան։ Ստացվում է, Թուրքիան գաղտնի իր ինքնաթիռների մի մասը փոխանցել է Ադրբեջանին։ Ռազմական փորձագետները չեն բացառում նաև Ադրբեջանում թուրքական ռազմաօդային ուժերի ստորաբաժանման մշտական տեղակայման հնարավորությունը։ Իդեպ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16-ները Գանձակի ավիաբազայում նկատվել են 2020 թվականի պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Պաշտոնապես դրանք մասնակցել են նույն թվականի հուլիսին անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ Թուրաց-Քարթալը 2020 զորավարժություններին։ Սակայն զորավարժությունների ավարտից հետո ինքնաթիռները չեն վերադարձվել իրենց մշտական տեղակայման վայրեր եւ օգտագործվել են Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնել է նաեւ ամերիկացի մի լրագրող։ Նա հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում էին Գանձակի ավիաբազայում գտնվող 2 F-16 կործանիչներ եւ 1 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Պոկրովսկի ուղղությամբ են շարունակվում ռուս-ուկրաինական թեժ մարտերը։ Ուկրաինական կողմը չի երգում, որ Զապորոժիայի ուղղությամբ իրենց բանակը նահանջում է, որովհետև ռուսները, ինչպես պնդում են ուկրաինացիները, օգտագործում են վատ եղանակային պայմանները։ Ռուսական բանակի կատաղի ճնշման տակ ուկրաինական ուժերը նահանջում են Զապորոժիայում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հաստատել է, մարզի հարավարևելյան մասում իր բանակը ծանր վիճակում է։ Թշնամին այժմ ամենաակտիվը Պոկրովսկի ուղղությամբ է, բոլոր մարտերի 40%-ը այնտեղ է։ Զապորոժիայի շրջաններից 2-ի ուղղությամբ էլ է իրավիճակը զգալիորեն վատթարացել, քանի որ թշնամին կատաղի մարտերի ժամանակ առաջ է եկել թվային գերազանցության շնորհիվ։ Ուկրաինական ուժերը դուրս են եկել 3 գյուղերից։ Ուկրաինական բանակը հայտարարել է, որ գյուղերը լքելու հրամանը տրվել է բոլոր ապաստարանների ու զինամթերքի ոչնչացումից հետո։ Ուկրաինական դիրքերի վրա ռուսական ուժերը մոտ 2000 արկ են արձակել։ Զապորոժիայի նահանգապետը ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 զոհի մասին է հայտնում։ Մարզի Կուշուգում բնակավայրի տեղական խորհուրդը հորդորել է երեխաներ ունեցող ընտանիքներին անհապաղ հեռանալ տարածքից։ Թե Զելենսկին, թե Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել են, որ ռուսական ուժերը վատ եղանակային պայմանները խիտ մառախուղն օգտագործելով են առաջ շարժվում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Կուպյանսկում։ Դաշնության զորքը գրավել է քաղաքի արևելյան մասը, գերեվարել ուկրաինացի զինծառայողների։ Ռուսական բանակից ձեռքն ընկած ուկրաինացիներն ավելի ուշ պատմել են, որ սեփական կամքով են հանձնվել, որովհետև հրամանատարությունը լքել է իրենց։ Ինքներս հանձնվեցինք, քանի որ մեր հրամանատարությունը լքեց մեզ։ Մեզ մոտ ոչ սնունդ էր մնացել, ոչ էլ զինամթերք։ Որտեղ էր մեր հրետանին, չգիտեմ, արդեն 3 օր է լռություն է։ Իսկ 3 ռուսական վերահսկողության տակ անցած Պոկրովսկում ռուսական բանակը տեխնիկա է տեղավորում։ Տարածքը շրջապատված է անօդաչու թռչող սարքերով։ Ըստ Դոնեցկի դարպասները գրաված ռուսական հրամանատարության, քաղաքը հետ վերցնելու ուկրաինական հատուկ նշանակության ուժերի փորձերն այլևս չեն կարող որևէ բան փոխել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Միացյալ Նահանգների նախագահը նամակ է ուղարկել Իսրայելի նախագահին, խնդրելով նրան ամբողջությամբ դադարեցնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի գործով հետապնդումը։ Ի պատասխան Իսահակ Հերցոգը անսահման հարգանքի հայտնել Դոնալդ Թրամփի նկատմամբ, բայց ընդգծել է, որ ներում խնդրող յուրաքանչյուր ոք պետք է պաշտոնական հարցում ներկայացնի սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Իդեպ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տուն այցելած Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային օծանելիք է նվիրել եւ հարցրել, թե քանի կին ունի Ալ-Շարան, նայել թե 1 կին։
fragrance. Come here, man. I have no here, sir. Okay. So what we'll do is just take that, Joe, put it in, and then the other one is for your wife. How many wives? One. You guys had never know. Վաղար շաբաթ խոշորացված համայնքի ավականու արտահերտ ընտրությունների մասնակցող Մայր Հայաստան կուսակցության աջակիցների Ծոնո Հարությունյանին այսօր քաղաքացիական հագուստով մի քանի մարդ առևանգել է շտաբի մոտից եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հետո պարզել են, որ հայտնի բլոգերին տեղափոխել են ոստիկանություն, իսկ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են եղել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, թե խուլիգանության հոդվածով են բերման ենթարկել բլոգերին։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Գևորգ Ստեփանյանի խոսքով ոստիկանները բիրտուժ են կիրառել, իրենց աջակցին փռել են ասֆալտին առանց բացատրություն տալու, ու այդ ապօրինի գործողությունը տեղի ունեցել Օնո Հարությունյանին կերուհու աչքի առաջ։ Մայր Հայաստանը արդեն մի քանի օր է իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Վաղար շաբաթի համայնքապետի թեկնածուի եւ ցուցակի երկրորդ համարի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պաշտոնյական դիրքի չարաշահման հոդվածով։ ԿՊ-ի վախն է արտացոլված իրավապահների գործողություններում, վստահ են Մայր Հայաստան կուսակցության անդամները։ Մինչև մեր աջակից լինելը երիտասարդը բլոգերությամբ է զբաղվել ու հանրայնացրել է, թե ինչ է կատարում Էջմիածին քաղաքում, ինչ կոռուպցիոն սխեմաներ է տեղի ունենում, ինչպես են վատ կառավարում Էջմիածինը, երկար ժամանակ, երկար ամիսներ ինքը զբաղվել է այդ գործունեությամբ ու այս մարդը ինքը իր կամքով ցանկացել է աջակցել Մայր Հայաստան կուսակցությանը, Մայր Հայաստան կուսակցության առաջատար համարներին Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան եւ կես ժամ մի ժամ առաջ շտաբից դուրս գալուց մեքենային է մոտեցել, որ չգիտեմ մեքենայից ինչ վերցնի, 7-8 անձնավորություն, ոչ ոստիկանական համազգեստով, տապալել են պոլերին, բորձյուրներին քարշ տալով ու առևանգել են։ Հետո մենք տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խուլիգանության հոդվածով, ինչ որ, չգիտենք, հեսա մենք կպարզենք ինչ հոդվածով են բերել, բայց սա ցույց է տալիս այդ փոքրիկ խմբակի քաղաքացիական պայմանագրի ԿՊ-ական Արգիշտի Մեխակյանի վախերը։ Այս մարդիկ միայն կարողանում են ոստիկանությունը իրենց թիկունքում ունենալով մարդկանց ապօրինի կալանքների տանել, մարդկանց վրա ապօրինի գործեր հարուցել։ Գիտեմ, որ մի քանի օրից Կիրակի օրը նոյեմբերի 16-ին խայտարակ պարտություն են կրելու, իրենց է մի հատ կցված հանրապետություն կուսակցություն կա, դրա առաջի համարը մարդը մանգալի գնա ինչ-որ սադրանքների, որ այդ մարդկանց վրա գործ հարուցել տա։ Ես չեմ էլ կասկածում, որ իր հաղորդման հիման վրա է արել։ Քարոզ Արշավը շարունակում է ԿՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում նա անդրադարձել է նախադպրոցական կրթությանը վաղաշաբաթի մանկապարտեզներում։ Մեխակյանը նշել է, որ 2021 թվականից սկսած իրենց թիմը իրականացրել է նախադպրոցական կրթությանը վերաբերող մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես բացվել, վերաբացվել, վերակառուցվել են մանկապարտեզներ վաղաշաբաթ համայնքի մի շարք բնակավայրերում։ Շահագործման են հանձնվել Շահումյանի մանկապարտեզը, Այգեշատի, Հայթաղի, Ոսկեհատի եւ Էջմիածնի թիվ 4 մանկապարտեզները։ Օրեր առաջ շահագործման հանձնվեց Էջմիածնի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի մի մասնաշենքը եւ մինչեւ տարեվերջ նախատեսված է ամբողջությամբ վերաբացել այն։ Ընդհանուր առմամբ, մինչ այս պահը ավելի քան 800 երեխայի համար ստեղծվել է հնարավորություն ստանալ նախադպրոցական կրթություն։ Մեկ տարվա ընթացքում եւս 540 երեխա հնարավորություն կստանա ունենալ լիարժեք նախադպրոցական կրթություն։ Այս անգամ արդեն լուծումներ առաջարկելու համար է Էջմիածնի ծայրամասեր գնացել հաղթանակ դաշինքը։ Բնակիչները խնդրել են բարելավել իրենց խղճուկ վիճակը։ Էջմիածնի ծայրամասային թաղամասերում է հաղթանակ դաշինքը։ Մարդիկ խնդիրների մասին են խոսում դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ։ Եկել ենք ես կակրած ձեր թաղամասի խնդիրների իմանալու ձեզ հետ խոսել։ Շատ խղճուկ է։ Մի հատ բարելավեք, լավ կլինի։ Սա դաշինքի առաջին այցը չէ քաղաքի ծայրամասեր, վերադարձել են խնդիրների լուծումների առաջարկներով։ Որ մենք մեր Քարոզ Արշավը սկսել ենք այս ծայրամասային թաղամասերից, ձերը նախատեսել ենք այս ժամանակ, որպեսզի ծայրամասային թաղամասերին բնորոշ մնացած խնդիրներն էլ իմանանք, որ կարողանանք կոնկրետ ձեզ լուծումներ առաջարկենք։
Մարդկանց ուզածը մեծ բան չէ, սկսածը գոնե կիսատ չթողնեն, մեկը երկու սարքեն։ Որ բոլորս միասին բերում են մի օր լցում են 25 օր հետո նոր գալի դզում են։ Ջրմուղը արմեն թելը ինչ քանդում են, հողը լցնում են, տենց էլ այդ ոչ ասֆալտ ոչ բան։ Ոչ էլ խաղահրապարակ կա, այս մարդը առաջարկ ունի Սևակ Խաչատրյանին, տեղն է ցույց տալիս, թե որտեղ կարելի է խաղահրապարակ սարքել։ Եկեք մենք քայլենք նայենք։ Առաջ մուդվոլինգ հաղան։ Քարոզ արշավի 21-րդ օրը հաղթանակը եղել է նաև Աղավնատուն եւ Արագած գյուղերում, բարեմաղթանքներով են դիմավորել հաղթանակցիներին։ Աշխարհի խաղաղությունն ընտրվողին էլ հաջողություն։ Աղավնատան եւ Արագածի եկեղեցիներ են մտել հաղթանակցիները, մոմ են վառել, աղոթել։ Հայկ Ավանեսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Քարոզարշավի 22-րդ օրը հաղթանակ դաշինքը շրջել է Էջմիածնի փողոցներով լսել մարդկանց մտահոգությունները։ Դաշինքի ղեկավարը վստահ է հաղթելու է նոյեմբերի 16-ին, ինչի ուշանալու նրանց հաջորդ հանդիպումը։ Էջմիածինցի մի տղամարդ էլ առաջարկել է դաշինքի ղեկավարին հաղթելու դեպքում ամիսը գոնե մեկ անգամ հանդիպել բնակիչների հետ, քննարկել նրանց հետաքրքրող հարցերը։ Սևակ Խաչատրյանը վստահեցրել է չլսված մարդ չի լինելու։ Կարոզ բնակիչների հետ խոսելու, իրանց կարծիք իմանալու իրանք ոնց են տեսնում, իրանց համար որն է լավը, ոնց են ուզում ես քաղաքը լավը տեսնել, անհնար է։ Հնարավորություն տվածվի իրանցը բարձրացնել, որովհետև բոլորինը չեք իմանում ինչն է, ինչ անհանգստացնող բան ունի։ Նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի ավագանուն ընտրություններին տեղամասային կենտրոններում ներկայացուցիչներ է ունենալու պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Այդ օրը կազմակերպության դիտորդները 47 տեղամասային կենտրոններում հետևելու են ընտրությունների ընթացքին, հաղթումներ լինելու դեպքում ներկայացնելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ իրավապահներին։ Մինչ ընտրությունները կազմակերպությունը հետևել է նախընտրական քարոզարշավին, օրենքը խախտելու դեպքեր է արձանագրել։ Կազմակերպությունը իրավախախտումները գրի է առնում եւ իրավական վերլուծություններով ներկայացնելու է։ Կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը կոչ է անում խախտումների կամ նույնիսկ կասկածի դեպքում դիմել իրենց։ Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշաբաթի համայնքի գյուղերից մեկում եւ հրապարակայնորեն երեխաներից մեկին բավականին խոշոր գումար է հանձնվել։ Այստեղ կարծում եմ, որ լրագրողի հրապարակումը ու տեսանյութը պետք է իրավապահների համար հանցագործության հաղորդման հիմք հանդիսանային եւ մենք հետեւողական կլինենք արդյոք այդ գործընթացին ընթացք տրվել է իրավապահների կողմից։ Վարչական ռեսուրսների չարաշահություն Արցախահայության խնդիրների մասին 2 տարի է սոցիալական որևէ կարգավիճակ չեն կարողանում ստանալ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները։ Նրանք որևէ արտոնություն չեն ստանում հիվանդանոցներում, բուհերում, տուն ձեռք բերելու ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել։ Սրա վերաբերյալ վերջին պաշտոնական արձագանքն այն է, որ կարգավիճակի հարցը քննարկման փուլում է։ Երևի պայթյունի ժամանակ զոհվածների մամաները քայլող դիակ են։ Որդիների, ամուսինների, եղբայրների կորստի հետ չհաշտվող այս կանայք ամեն օր բախվում են փակ դռների։ Ստեփանակերտի բենզինի պահեստի զոհերի հարազատները 2 տարի է պայքարում են սոցիալական կարգավիճակ ստանալու համար։ Մեր թե բանավոր հանդիպման ժամանակ եւ թե գրավոր գրություններ, որ ուղարկել ենք, ոչ մի հուսադրող պատասխան չենք ստացել։ Հիմնականում պատասխանում են, որ գործող օրենքներում չկա նման կետ, որով, ասենք, պայթյունի հետևանքով զոհված եւ անհետ կորածները կարողանան կարգավիճակ ստանան։ Հայաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին, պաշտպանության, ներքին գործերի սոցապ նախարարներին են դիմել։ Հուսադրող ոչ մի պատասխան չեն լսել արցախցիները, որոնք հիշեցնում են ռազմական դրություններ Արցախում 2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ 219 մարդ զոհվեց, 22-ը դեռ անհետ կորած են համարվում։ Պայթյունի ժամանակ զոհվել է եւ իմ տղան եւ աղբորս տղան 17 տարեկան տղաս 20 եթե կարգավիճակը տան գոնե մեր երեխեքը պատմության մեջ կմտնեն։ Ստեփանակերտի բենզինի պահեստում զոհվածների հարազատները ոչ մի արտոնություն չունեն հիվանդանոցներում, բուհերում, ամենակարևորը չեն կարողանում որևէ ծրագրով տան հարց լուծել։ Առանց այդ օգնության, առանց այդ կարգավիճակի, որ կտան նաև լիքը արտոնությունների այդ ընտանիքներին, ուղղակի հնարավոր չէ Հայաստանում ապրել։ Պետք է արտագաղթի ճամփա բռնենք։
Ինչքան էլ որ մահվան վկայականը տանում ենք, որ ասում ենք պապա չունի 3 բալիկների մայր եմ, մեկը ասում է մեզ պետքա զոհվածի փաստաթուղթը։ Կրթության ասպարեզում, բժշկության ասպարեզում ամեն տեղ։ Հայրենակիցների խնդիրը հոկտեմբերի վերջին խորհրդարանում բարձրաձայնել էր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Սոցիալնախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, թե պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ սոցիալական կարգավիճակ տալու հարցը քննարկման փուլում է, սակայն լուծման հստակ ժամկետներ դեռ չկան։ Գայանե Մովսիսյան, Տիգրան Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Այսպես կոչված հոնկոնգյան գրիպը հասել է Հայաստան, այս պահին 1 վարակված կա։ Առողջապահության նախարարությունը չի առանձնացնում այս վարակը մյուսներից։ Մասնագետներն ասում են, մյուս վարակների պես է բուժվում բարդության նույն հավանականությամբ։ Սուր շնչառական վարակները նորից գլուխ են բարձրացնում Հայաստանում։ H3N2-ով, այսպես կոչված հոնկոնգյան գրիպով վարակված 1 քաղաքացի կա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն է հայտնում դեպքի մասին։ Առողջապահության նախարարության խոսնակը վստահեցնում է, լուրջ չէ վարակը, Հայլուրի հարցը, թե ինչպես է հիվանդի առողջական վիճակը, անլուրջ է համարում։ Ցանկացած վիրուսային գրիպային հիվանդություն կարող է ունենալ մահացու վախճան։ Վիրուսի առաջացած բարդություններից մարդու մոտ կարող են առաջանալ թոքային բարդություններ, գանգուղային բարդություններ, մենինգիտներ եւ այլ, որը կարող բերել ծանր լետալ ընթացքի։ Քիթ կոկորդականջաբան Արայիկ Ղարիբյանի խոսքով գրիպի շտամը վարակիչ է եւ այն կարող է ունենալ ծանր ընթացք, հատկապես երեխաների, տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ H3N2 շտամը արագ տարածվող է, այն հեշտությամբ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Ինկուբացիոն շրջանը 1-ից 3 օր է տևում։ Դա է պատճառը, որ հիվանդությունը հաճախ զարգանում է մեծ թվով խմբերում։ Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, թյուր կարծիք, բուժես լավանում է 7 օրում, չբուժես լավանում է 1 շաբաթում։ Մենք ավելի շատ հետևում ենք այդ կանոնին, քան մեզ հետևելու, բուժվելու, առողջանալու կանոնին։ Բարձր ջերմություն, դող, ուժեղ գլխացավ, մկանների եւ հոդերի ցավ, թուլություն, չոր տանջող հաս, քթի հոսք, հնարավոր սրտխառնոց, ախորժակի նվազում։ Այս ախտանիշներն արդեն հուշում են վարակի մասին, անպայման պետք է բժշկի դիմել, որպեսզի ավելի մեծ բարդություններ վրա չհասնեն։ Վիրուսով վարակվելու դեպքում սկզբից օգտագործել հակավիրուսային պրեպարատներ, որոնք համ հակավիրուսային ազդեցություն ունեն եւ իմունիտետը բարձրացնում։ Բոլոր հակավիրուսային պրեպարատները իրենք մարդու իմունիտետը բարձրացնում են։ Չնայած Հայաստանում իրավիճակը վերահսկելի է եւ էպիդեմիայի վտանգ չկա, բնակչությանը զգոնության կոչ է անում բժիշկը։ Հորդորում խուսափել շնչառական վարակով մարդկանց հետ շփումից, ինքնաբուժությամբ զբաղվելու եւ հակաբիոտիկներ օգտագործելու փոխարեն պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Մեր հիվանդները ցանկացած դեպքում հենց վարակվեցին, օգտագործում են հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, ընդհակառակը հակաբիոտիկները ճնշելով օրգանիզմի իմունիտետը օգնում են, որպեսզի վիրուսը ավելի լավ աճի ու ավելի լավ զարգանա։ Տարին մեկ անգամ ես պարտադիր, մեր բժիշկների շատերը պարտադիր պատվաստում են գրիպի վիրուսի դեմ։ Հայաստանում ամեն տարի դա կատարվում է պրոֆիլակտիկ, պետք է բոլորս պատվաստենք։ Հոնկոնգյան գրիպն աշխարհում գրիպի ամենաագրեսիվ շտամներից մեկն է։ Այն սովորական մրցակցություն չէ, ասում է բժիշկը, ոտքի վրա հաղթահարել խորհուրդ չի տալիս։ Աննա Գյուլնազարյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Եվ վերջում մեր ֆուտբոլի ազգային ընտրանին փոքր շանսով, բայց մեծ հույսով վաղը կխաղա Հունգարիայի հավաքականի դեմ։ Եղիշե Մելիքյանի թիմը աշխարհի առաջնության որակավորման F խմբում 3 միավորով վերջին տեղում է։ Մարզական մեկնաբանների կարծիքով ամեն ինչ կորած չէ, եթե վաղը հաղթեն մեր տղաները, բայց նոյեմբերի 16-ին պետք է պորտուգալական պատը հաղթահարեն։ Դեռ փոքր շանս մնացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հոկտեմբերյան պարտություններից հետո կարողանա մասնակցել աշխարհի 2026-ի առաջնությանը։ Հունգարիային տնային խաղում հաղթելը կարող է թունելում լույս վառել։ Մեր ընտրանին 3 միավորով խմբի վերջին տեղում է։ Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ քիչ, բայց քանի որ ունենք, պետքա պայքարենք։ Մեկ ամիս առաջ Բուդապեշտում հունգարացիներին 2-0 հաշվով զիջելը դեռ չի նշանակում, որ տանը հաջողությունը մեր տղաների կողմը չի լինելու, ասում է մարզական մեկնաբան Արման Աբելյանը։ Նա հիշեցնում է, որ մեր ընտրանին իռլանդացիների դեմ փայլուն խաղ ցույց տվեց, հաղթեց այն դեպքում, երբ Պորտուգալիային խոշոր հաշվով մի քանի օր առաջ պարտվել էր։ Հիշում ենք այստեղ Իռլանդիայի դեմ հավաքականը ինչ լավ տեսք ուներ Պորտուգալիային խոշոր հաշվով պարտվելուց մի քանի օր անց։
Հունգարիան ծանր մրցակից է, բայց իրենք էլ որոշակի խնդիրներ ունեն ու դրանցից կարելի է օգտվել։ Չնայած F խմբում մեր թիմի անհաջողություններին, Աբելյանը կարծում է, որ նվազագույն պրոբլեմներ լուծվել են մեր հավաքականում Մելիքյանի գալով։ Կան դրական տեղաշարժեր, եթե համեմատում ենք ինչ հավաքական գլխավորեց Մելիքյանը, ինչպիսի խնդիրներով, ինչպիսի հաշիվներով պարտված հավաքական, եւ այս երկու խաղերն էլ լավ հնարավորություն են նրանց համար, ովքեր մինչև այս քիչ են խաղացել։ Հունգարացիների դեմ վաղվա խաղին Մելիքյանը մեկնարկային կազմում դուրս է բերելու հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Ազգային ընտրանիում խաղային փորձի պակաս ունեցողների համար F խմբի երկրորդ հորիզոնականում գտնվող Հունգարիան լավ փորձություն կլինի։ Չեմ հիշում երբ է նման բան եղել մեր հավաքականի կազմում, բայց տեղացի ֆուտբոլիստները ավելի շատ են լինելու դաշտում, քան մեր դրսի տղաները։ Վաղվա տնային խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ փորձությունը դրսում է։ Պորտուգալիայի դեմ պատասխան հանդիպումը նոյեմբերի 16-ին է։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրը ամփոփեց նոյեմբերի 12-ը, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր եմ մաղթում բոլորիդ։